Ողջույն հայկական ֆուտբոլի սիրահարներին, Fast Sport-ի եթերում մեկնարկում է Fastex Premier League-ի 26-րդ տուրի բկմա Արարատ Արմենիա։ Չի բացառվում, որ հետագայում այս խաղը դառնա չեմպիոնական, որովհետև հաջորդ խաղից առաջ Արարատ Արմենիայի Նոան ունի 2 խաղ անցկացնելու եւ եթե սայթակեց, ապա կարող է Արարատ Արմենիան հիմա կմեկնարկի խաղը, մեկնարկը տրված է, սկսում է Արարատ Արմենիան հենց նրանց կազմել ներկայացնեմ։ Դարպասապահ Բրունո Պինտուն է համար 24։ Ձախ պաշտպանն է այսօր Էդգար Գրիգորյանը, Գոռ Առաքելյանը համար 3։ Հենակետային կիսապաշտպաններն են Համլետ Սարգսյանը համար 13, հիմա կարող է վտանգավոր լինել, Համբարձումյանը թողնում է Զիդանին, որը բարձր։ Հասկացաք, չկա Արթուր Սերոփյանը, նա որակազրկված է, վտանգավոր է կրկին Զիդան։ Շրջվում է դեպի Սուր անկյունը, Երուշը, երկար անկյունագից դեպի Կամո Հովանեսյանը, շքեղ է խաղում Կամոն, ուղարկում է կենտրոն, իսկ այստեղ խաղում է ձախ։ Հաջող չէր փաստորեն փոխանցումը, Կամո Հովանեսյանը հասավ, հասցրեց փոխանցել Էլոյան եւ փրկում է։ Հակագրոհի է գնում Արագ։ Արարատ Արմենիան, Զիդան։ Շրջանցում է մրցակցին Զիդանը, հեռավոր անկյուն։ Հիմա տեսնենք կհաջողվի արդյոք նոր գոլ խփել։ Շաղոյան, հարված, բարձր էր։ Տեսեք թոփինգ ռմբարկուները թիմից, Սերոփյանը վտանգավոր է, այս գրոյին հետևենք, որը Գրիգորյանի համար շանս օգտին։ Պինտուն սխալվում է այստեղ Նարեկ Հովանեսյան։ Հարված դարպասին 1-0 առաջացնում բկման։ Դարպասապահ Բրունո Պինտուի կոպտագույն սխալից հետո առաջացնում բկման եւ Նարեկ Հովանեսյանը խփում է իր 8-րդ գոլ ընթացիկ առաջնությունում։ Տեսեք ինչ նվեր է մատուցում։ Պինտուն ցանկանում էր կտրել միանգամից 2 մրցակցի, բայց մրցակցին։ Գրիգորյան լավ փոխանցում էր Համբարձումյան։ Դեպի Էլոյանը, որը հարվածում է եւ շեղ է ստացվում։ Երկրորդ գոլը խփել։ Բարձրից փոխանցում, վտանգավոր է, այնտեղ պաշտպանը հեռացրեց վերջին պահին եւ մրցավարը ավարտում է առաջին խաղակեսը։ 1-0 բկման արժևում է Նարեկ Հովանեսյանի խփած գոլի շնորհիվ։ Թիմերը կհանգստանան 15 րոպե եւ կվերադառնա Կարեն Մուրադյանի փոխարեն, հետաքրքիր է։ Երկրորդ կեսը մեկնարկեց։ Ըստ երևույթի Օլիվերան նորից վրիպում է։ Օրեկելյանը վերականգնեց դիրքը եւ գնդակ իր թիմի համար։ Էլոյան հարվածում է գնդակը անդրադարձով գալիս է Շաղոյանին, իսկ նրա հարվածը փակում է պաշտպան, արդեն գլուխը բարձրացնելու փոխանցում փնտրելու, գտնում է Սարգսյանին, հարվածում է նա անդրադարձ անկյունային։ Շատ են անկյունի, որին երբեք չի հաղթել, անկյունայինի խաղարկումը կայացած է, Հարությունյան փոխանցում Տուգանային հրապարակ, ով է հարվածելու, հարված կա, անդրադարձ Մարկ Ավետիսյան 2-0, բկման երկրորդ գոլն է խփում Արարատ Արմենիայի դարպասը, տեսեք ինչ ցնծություն է բանակայինների կազմում։ Գյուլբուդայանցին էլ տեսնում ենք ժպտալիս ավելի շատ աչքերով կարծես ժպտար այս անգամ։ Շոկի մեջ է Կամո Հովանեսյանը, ինչպես կարելի էր այսպես գոլ բաց թողնել։ Տակում մի անգամից գոլ է գրանցվում, տեսեք Հարությունյանին հասավ գնդակը, բարձրից փոխանցում կատարեց, այստեղ անդրադարձների շարք, խաղից դուրս վիճակ չկա, իդեպ վերջում հասցրեց, հետո 1-2 անգամ վտանգ ստեղծվել է, խլում է գնդակը Նարեկ Հովանեսյանը արագության պայքար Վելթոնի հետ, հաղթող է առայժմ դուրս գալիս Հովանեսյանը, հարվածում է շեղեր։ Տեսնենք ինչ այլ տարբերակներ ունի Արարատ Արմենիան պայստայների նստարանին։ Օլիվերայի փոխանցումը լավն էր, Համբարձումյան, փոխանցում 2-1, արագորեն կրճատում է հաշվի տարբերությունը Արայիկ Էլոյանը, հիանալի խորքից փոխանցում կատարվեց Համբարձումյան։ Ախոտքով, իսկ հիմա վտանգավոր է, փրկում է Պինտուն։ Բուենո, դեպի Տուգանային հրապարակ, գնդակը գալիս է Կերուշին, նայ հարվածում փրկում է Դավթյանը, շարունակվում է գրոհը Օլիվեյրա։ Հարվածում է Օլիվեր Զիդանի փոխանցումը հասնում է ամեն դեպքում Արայիկ Էլոյանին Նդուր ինչպես անցավ անդրադարձ Զիդանը գնում է աջ փոխանցումը հասցնում է կատարել վտանգավոր է Եվ գնդակը դարպասում է Ժոաու Կեյրուշը
Առաջինն է կողմնորոշվում այդ անդրադարձերի շարքից հետո 2-2 Արարատ Արմենիայի քամբեքը արդեն կայացավ։ Հիմա փորեց Նդուրը, հետո անդրադարձ։ Հիմա տեսնենք այս գրոհը ինչպես է զարգանում։ Զիդանի փոխանցումը գլխով հարվածում է Նդուր։ Ակտիվությունը առաջին րոպեից Զիդանը չի մարել մինչև հիմա։ Օլիվերայի փոխանցումը ընկնում է այնտեղ Նդուրը եւ 11 մետրանոց։ 11 մետրանոց է նշանակում հանդիպման մրցավարը։ Իր 6-րդ գոլը խփի ընթացիկ առաջնությունում լինելով աջ պաշտպան։ Ուշադրություն, Օլիվերան ընդդեմ Դավթյանի։ Օլիվերա եւ գոլ է խփում Հուգո Օլիվերան։ 3-2 Արարատ Արմենիան առջևում է արդեն հաշվի մեջ, 0-2-ը վերածում են 3-2-ի։ Շատ էմոթե չեմպիոնության արժեք ունենալ։ 74 գրոհ է անցկացրել, այսօր շքեղ փոխանցում էր Շաղոյանի կողմից, ահա վերջապես գրոհում է Արարատ Արմենիան։ Զիդան անդրադարձ եւ փրկվում է գրոհի փորձը Բկմայի, հիմա կարող է լինել։ Սարգսյան դեպի Կրմեզյանը եւ դուրս է գալիս Պինտուն վերցնում է գնդակը։ Ութվարկյանի օրենքը չենք մոռանում, Պինտուն պետք է գնդակը մտցնի խաղի մեջ։ Մրցավարը սկսել էր ցույց տալ, որ արդեն վերջին վայրկյաններն են եւ այսպես Պինտուն ուղարկում է առաջ դեպի մրցակցի դարպասապահ եւ խաղն ավարտված է։ 3-2 հաշվով Արարատ Արմենիան երկամային հաղթանակ է տանում Բկմայի նկատմամբ, վաստակում է 57